Ես զարմանում եմ, գիտես։ Դու բոլորի համար ժամանակ ունես։ Բոլորի մասին մտածում ես բացի ինձնից։ Տենց ատում ես ինձ գեվ։ Բա դրա ժամանակը չի։ Լսի, Արևիկն էլ է գալու։ Դուք ինչի այդ երեխուն չեք որդեգրում։ Որդեգրեք, աղքատ երեխա է։ Հայրս հաստատ նրան վատ է պահում։ Որդեգրեք, դարձեք մի ընտանիք, իրար արժանի եք բոլորդ։ Հայրդ մահացել է։ Ձերտին օպայոնացի առաջը ու չեն կարացել հետ բերին։ Ես գնում եմ Իրաստուն, եթե ուզում ես արի։ Չէ, ես կմնամ տանը, դու գնա։ Ես… Բան մի ասա, ոչ մի ասա։ Նստի բորես։ Հանգստացի անջան։ Հանգստացի։ Դու ինձ խոստացել ես, որ կփրկես պապայիս։ Բան լսի։ Դուք ինձ երբեք չեք խաբել։ Դուք ասել եք, որ ես կգտնեմ պապայիս, որ պապաս գալու է, որ ինձ կգտնի։ Հիմա էլ ասեք։ Անվար ես լսի։ Ես չեմ ուզում պապայիս տանել, ուզում եմ պապաս մեր հետ մնա։ Ինձ խաբում են, ասում են, որ պապաս մահացել է։ Չէ, ես գիտեմ, ինքը չի մահացել։ Անջան, դու պիտի ուժեղ լինես։ Դու իմ մամային շատ ես պետք, պիտի իրա կողքին լինես։ Ես չեմ ուզում պապաս գնա։ Ես ուզում եմ պապաս միշտ մեզ հետ մնա։ Պապան միշտ քո հետ կլինի։ Ինքը երկնքից քեզ միշտ պաշտպան կլինի։ Ամեն ինչ այնքան լավ էր։ Մամաս պապային ներել էր։ Ամեն անգամ, երբ պապան գալիս էր տուն, Արմանը շատ էր ուրախանում։ Ամեն ինչ շատ լավ էր։ Պապաս շատ լավ մարդ էր։ Դեր պապայդ շատ է։ Դու իր համար ամեն ինչ արել ես։ Իր ամենաբարդ պահերին իր կողքն ես եղել։ Ու հիմա ժամանակն է, որ մամայիդ օգնես։ Ես էլ Արևիկն էլ քեզ շատ լավ հասկանում ենք։ Գիտենք այդ ես ցավա։ Բայց պիտի քեզ պիլ պահես։ Մամայիդ կողքն ես, որտեղ մամադ բացի քեզանից ուրիշ ոչ ոքի հիմա չունի ու վրա կարահենվի։ Հասկանում ես բոլես։ Ես գիտեմ, ես պետք է ուժեղ լինեմ, բայց գոնե ինձ խաբեք, ասեք, որ պապաս կգա։ Ես չեմ ուզում պապայիս մասին անցյալով խոսեք։
կարողացա այնտեղ գալ։ Ահա Ոնց կարող էր նման բան լինել։ Երկու օր վատ էր բարկացեր։ Ուղղակի չկարողացանք համոզենք հիվանդանոց գնա։ Սիրտներ։ Երկու հատ ինֆարկտ արել էր արդեն։ Սպի ասաց։ Ասել վերջինը։ Ես կուզեի օգնել նրա ընտանիքին։ Եթե իհարկե նրանք դեմ չեն լինի։ Չէ, ես թվում դեմ չեն լինի։ Նայրն հիմա ծանր վիճակում է շատ։ Գևորգ, ես գիտեմ, որ քո համար շատ տհաճ կլինի այս խոսակցությունը, բայց ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ Ձյանն չմասնակցի թաղմանը, նա հիմա այդ վիճակում չի։ Ես էլ եմ այդ մտքին, մանավանդ որ իր համար մեկ է։ Չէ, ուղղակի հիմա նրա համար ծանր շրջան է։ Չկա ավելի ծանր բան քան հոր կորուստը։ Ես Նաև ես գնամ պատրաստում նորից պիտի հետ գնամ։ Ես կարող եմ քո հետ գալ։ Եթե ուզում եմ։ Հայ, ես քո հետ կգամ։ Ես ուզում եմ խոսել նրա կնոջ հետ։ Ուզում եմ իմ օգնությունն առաջարկել։ Լավ։ Գև, անանց տունես կը։ Գև ես երկար մտածեցի, ես էլ եմ ուզում գալ։ Ինչի համար։ Դե ամեն դեպքում հրա չնայև իմ հայրն է։ Ինչ-որ բան վերջապես շարժվեց մեջդ։ Ես սխալ եմ արել, որ նրան չեմ ներել, որ չեմ լսել, որ չեմ փորձել հետը խոսել։ Ներել։ Դե ես ինձ մեղավոր եմ զգում նրա առաջ, եթե իմանայի, որ մահանալը քեզ մի քիչ ավելի հոգատար կպահի։ Այդ չի ուզում ասեիր։ Կարող եմ քեզ հետ գալ, չեմ ուզում մենակ գնալ։ Կարես։ Ինչի ես եկել։ Ան։ Եկել ես որ ներողություն խնդրես։ Պապաս էլ քեզ չի լսում։ Իզուր ես եկել գնա։ Ան բալես հիմա դրա ժամանակը չի։ Ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ որ ինքն է պապայիս աղջիկը։ Դուրս արի ստեղից։ Անվան ես խնդրում եմ, հետո կխոսենք։ Չէ, հենց հիմա իրան դուրսար ստեղից։ Չեմ ուզում ինքը ստեղ մնա։ Ինքը չպիտի պապայիս մոտ գնա։ Հիշում ես են օրը ինչ արեցիր։ Ոնց ինձ ու պապայիս վռնդեցիր քո տնից։ Ան խնդրում եմ։
Հիշում ես այդ օրը ինչ վատ բառեր էին մեզ ասում։ Ես այդ օրը կյանքում չեմ մոռանա։ Հենց հիմա դուրս արի, թե չէ քո նման եմ վարվելու։ Քո նման քեզ տնից դուրս եմ հանելու։ Գնաս տեղից։ Ես չեմ ուզում ինքը գա մեր տուն, Ազատ թողել չի կա, չեմ ուզում իրան տեսնեմ։ Դիանա, քեզ լավ ես պարզապես շուտ եկաք, հասկանում եմ, որ հարցս տեղին չէ։ Լավ։ Իսկ Գևորգը ու Լարիսան ձեզ հետ չեն։ Չէ, Գևորգը մնաց այնտեղ, ինքը մի քիչ ավելի ուշ կգա։ Գևորգը երևի մինչև առավոտ կմնա այնտեղ, որովհետև ինքը բոլորի սիրելին է, ինչպես նաև Արևիկը։ Ու միակ մարդը, որ բոլորին խանգարում եմ, ես եմ։ Ինչ եմ արել ես։ Ինչու եմ մեղավոր, որ բոլորը ինձ տենց ատում են ու թշնամաբար են նայում։ Ինչի է Արևիկի ամեն մի արած քայլը լավ նայվում, իմը վատ։ Դիանա, այդ երեխեն մեր ծանր ապրումների մեջ է։ Երևի դա էր պատճառը, որ այդ տեսակ արձագանքից քո ներկայությանը։ Ինչ որ բան է պատահել։ Այդ երեխեն անդաստիարակի մեկն է։ Ես ուղղակի ինձ զսպեցի, որ ոչինչ չասեմ, որովհետև ոչ տեղն էր, ոչ էլ ժամանակը։ Բայց ինքը միշտ էլ տենց անդաստիարակ ա եղել։ Դիանա, պետք չի։ Հետո կհանդիպեք ու կխոսեք։ Չէ, բա։ Սա մեր վերջին հանդիպումն էր։ Հիմա մեզ կապողել ոչինչ չկա։ Սուրճ կխմեք։ Շնորհակալ եմ, ես կհրաժարվեմ։ Ամեն ինչում միշտ ես եմ մեղավոր։ Ես եմ մեղավոր, որ Գևորգին սիրում եմ, որ ամեն ինչ անում եմ, որ կողքիս պահեմ։ Մեղավոր եմ, որ չեմ ընդունում հորս, չեմ ընդունում եղբորս ու քրոջս, չեմ հասկանում, որ Աննան քույրս է։ Իսկ ինչ որ մեկին հետաքրքրում է, թե ես ինչ եմ զգում ու ես ինչ եմ ուզում։ Տիկին Սոֆի, եթե խնդրեմ մեզ մենակ չէիք թողնի, կուզենայի Դիանայի հետ առանձին զրուցել։ Իհարկե, ես պատրաստվում եի դուրս գալ, պարզապես Դիանային էի սպասում։ Ես գնամ, իսկ դուք հանգիստ զրուցեք։ Ինչի՞ մասի ես ուզում խոսել։ Դիանա, ուզում եմ, որ գաս մեզ հետ։ Մենք արդեն խոսել ենք այդ մասին։ Ես չեմ հասկանում, ինչն է քեզ տեղ պահում, կամ ով։ Դու գիտես, բա։ Դիանա, այդ տղան քեզ չի սիրում ու դու ստեղ ամբողջովին մենակ ես։ Ինչ ես անելու, հա? Մեկն էլ չկա, որ կողքիդ մնա։ Ինչն է քեզ տեղ պահում։ Ինչի ես ուզում մնաս։ Ես կշտկեմ ամեն ինչ։ Ես այնպես կանեմ, որ հետ կբերեմ Գևորգի վստահությունը։ Ես, եթե պետք լինի, կդառնամ այն Դիանան, որին Գևորգն է ուզում իր կողքին տեսնել։ Դիանա, փոխվել պետք չի։ Գևորգը պետք է սիրեր քեզ այն տեսակ, ինչպիսին որ դու կաս։ Դիանա, դու լավ գիտես, թե ես ինչքան եմ քեզ սիրում եւ ընդունում որպես ինձ հարազատ աղջիկ։ Ես պատրաստ եմ ամեն ինչ անել քեզ համար, այն ինչ որ կանեմ Լուսիի համար, քո համար էլ կանեմ, խնդրում եմ քեզ, արի մեզ հետ գնանք Մոսկվա։ Աշխատանք կգտնենք քեզ համար, նոր կյանք կսկսես, ու դու կմոռանաս այն ինչ որ քեզ հետ ստեղ կատարվել է։ Պապ, ես չեմ ուզում այստեղից գնալ, չեմ ուզում այստեղից փախչել։ Դիանա, սա փախուստ չի, քո փրկությունն է։ Վերջ, պապ, իմ որոշումը վերջնական է, ես մնում եմ այստեղ։ Մնում եմ ու պայքարում եմ նրա համար, ինչի իմն է։
Շնորհակալ եմ, որ անկախ ամեն ինչից դու իմ կողքին ես։ Որովհետև դու միակ մարդն ես, ով փորձում է ինձ հասկանալ ու օգնել։ Բայց ես կմնամ այստեղ ու կմնամ Գևորգի կողքին, որովհետև ես կլինեմ երջանիկ բան։ Ու կլինեմ երջանիկ հենց Գևորգի կողքին։ Ես գիտեմ, ինձ սխալ պահեցի, պետք է ինձ զսպեի, բայց չդիմացա։ Իսկ որտեղից ես իմացել, որ Դիանան քո քուրն է։ Պապայի ու մամայի խոսակցությունից։ Պապան ինձ չէր ասում, ու անընդհատ փոխում էր թեման։ Պարզ է։ Ինքը չէր ուզում, որ ես իմանայի, որովհետև գիտեր Դիանան ինձ ատում է։ Չէ։ Հիմա ես էլ իրան եմ ատում։ Վալես տենց մի խոսա։ Ես չեմ ուզում, որ Դիանան ինչ-որ կապ ունենա մեզ հետ։ Վալես լսի, Դիանայի համար էլ է որ շատ դժվար։ Ինքն էլ է նոր իմացել։ Էդ ինչ կապ ունի։ Պապաս ամենալավն է աշխարհում։ Ես պատկերացնում եմ Դիանայի հետ խոսալուց հետո ինչքան է նեղվել։ Դիանան այն ժամանակ չգիտեր։ Էդ ինչ կապ ունի, Գևորգ։ Ինքը մեզ ուզում էր ստորացնել ու ցավ պատճառեր։ Ես վստահ եմ, պապա չէր ուզենա, որ Դիանայի մասին սենց խոսեիր։ Ես գիտեմ, պապաս ինձ կհասկանար։ Ու եթե հիմա պապաս չկա, միակ մեղավորը Դիանան է։ Չէ, բալես տենց չի։ Որովհետև Դիանայի հետ խոսալուց հետո է պապաս իրան վատ զգացել։ Պապատ մինչև Դիանայի հետ խոսելն է արդեն վատ առողջ։ Պապաս մինչև Դիանայի հետ խոսալը շատ լավ էր ու բացարձակ չէր դժգոհում իր առողջությունից։ Բայց դրանից հետո շատ վատացավ։ Խնդրում եմ, Գևորգ, նենց արա, որ ես էլ իր հետ չհանդիպեմ։ Ես չեմ ուզում էլ իրան տեսնեմ։ Ինքը իմ քույրը չի։ Բարի օր։ Բարև։ Լավ ես։ Քիչ անհարմար եմ զգում քո առաջ։ Գոնե զանգերից պատասխանի, գիտես, որ անհանգստանում եմ։ Արև ուղղակի այդ ամեն ինչն ինձ անսպասելի էր իմ համար։ Ես միշտ չեմ համարձակվել քեզ ասեմ այն ինչ զգում եմ։ Շատ թանկ ես իմ համար։ Քայլենք։ Չէ, արի նստենք։ Բուժումներիդ գնում ես։ Հա, պարտաճանանջ ամեն օր։ Հաստատ։ Կարող ես զանգել հարցնել։ Չէ, հավատում եմ։ Արև, այս ընթացքում երկար մտածեցի ու հասկացա, որ առանց քեզ չեմ կարող ապրեմ։ Առանց քեզ կարամ մեռնեմ առանց ինչ-որ վախի, առանց ափսոսանքի։ Ու հիմա մի բան եմ որոշել։ Արև, դու պատրաստ էիր նշանվել իմ հետ, իմանալով, որ ինձ շատ քիչ է մնացել ապրելու։ Եվ ինձ էդի ուժ է տալի։
ուժատալի պայքարելու ամեն օր։ Ու ես կգնամ այդ վիրահատմանը, կգնամ այդ բուժմանը։ Դու ինձ հետ կգաս, չէ՞ Արև։ Ես քեզ կուզեմ երջանիկ տեսնեմ ամեն պահ։ Պետք է գնամ տեսնեմ բժիշկին եւ իմ համաձայնությունը տամ։ Եվ կուզեմ, որ իմ հետ լինես, իմ հետ պայքարես այս ամեն ինչի դեմ, Արև։ Արև քերս է եկե ու ես պատրաստ եմ անցնել այդ վիրահատությունը։ Դու կգաս իմ հետ։ Ես քեզ համար ամեն ինչի պատրաստ եմ, Արև։ Ուղղակի խնդրում եմ, ինձ հետ արի։ Լավ։ Ես վաղն առավոտը կգամ ու մենք միասին հիվանդանոց կգնանք։ Շնորհակալ եմ։ Ասես գնամ կգնամ։ Ինչ որ մամատ ասեց, ասես կանեմ։ Մենակ իմանամ երջանիկ ես։ Գնագել։ Ուզում եմ, որ դու գնաս։ Գնա ու մենք բոլորս հանգիստ կապրենք։ Գնագել։ Տիգրան ինձ ասպաս։ Կներես, որ քեզ անհանգստացրի։ Գևորգ, Համա, երբ ես եկել։ նոր եկա։ Ու նորից գնում ես։ Հա, ուզում եմ դուրս գամ։ Գոնե ասա ուր ես գնում։ Չգիտեմ, ամողակի դուրս գամ մի քիչ քայլեմ։ Ուշ եմ գալու, ինձ չսպասեք։
Բոլորը գնացին։ Հա, բալես գնացին։ Արմանը որտեղ մամա։ Արմանն էլ մորակրոջ հետ գյուղ ուղարկեցի։ Այդպես ավելի ճիշտ է, այսօր այնտեղ կմնա, վաղն էլ որ քաղաք գալու լինեն, Արմանին հետները կբերեն երեկոյին։ Ես չեմ ուզում հավատամ, որ էլ պապային չեմ տեսնելու։ Անջան, արի մի քիչ քնի հանգստացի, հա, բալես։ Դու մեծ աղջիկ ես։ Պիտի հասկանաս, որ կյանքում բաներ կան, որոնք մենք չենք կարող շտկել։ Դրա համար էլ չեմ ուզում հասկանամ։ Ես նոր էի պապային գտելու, հիմա նորից կորցրի։ Ես էլ երբեք չեմ տեսնելու պապայիս մամ։ Բալես, կյանքում լինում են բաներ, որոնց հետ ուզած-չուզած պիտի հաշտվենք։ Անուլ ջան, մենք ամեն ինչ արեցինք, ամեն ինչ։ Դու պապայիդ ներեցիր ու պապայիդ անընդհատ հոգատարությամբ ու գուրգուրանքով էիր վերաբերվում։ Իսկ դու ներեցիր իրը։ Ես ամեն ինչ անում էի, որ մենք իսկական ընտանիք դառնանք։ Բայց դու տենց էլ չասեցիր, որ ներում ես։ Ներել եմ անջան։ Ու վստահ եմ, որ պապատ դրանում համոզվել է։ Ես չկարողացա նենց անեմ, որ պապան ապրի։ Ես շատ եմ ուզում, որ ես երազ լինի, որ ես արթնանամ ու պապան գա ինձ գրկի։ Բալես, ճիշտ է, մարդը դադարում է ֆիզիկական գոյություն ունենալուց ֆիզիկապես, բայց այդ մարդու հոգին ապրում է։ Դու պիտի ուժեղ լինես, անջան, դու պիտի հանուն պապայիդ ապրես։ Ինքը երկնքից քեզ հետևելու է։ Դու պիտի ուժեղ լինես։ Մարդը իսկապես մահանում այն ժամանակ, երբ նրա մասին մոռանում են, երբ չեն հիշում։ Բայց մենք միշտ կհիշենք քո պապային, անջան։ Ու երբ որ պապատ վերևից տեսնի, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է ու մեզ վտանգ չի սպառնում, ես համոզված եմ, պապատ շատ կուրախանա։ Մամ, դու պետք կողքին կլինես, չէ՞։ Ինչ ես խոսում։ Իհարկե կլինի։ Միշտ։ Լսում ես միշտ։ Մամու աղջիկ։ Ինչ անեմ, որ մոռանամ քեզ արև։ Ոչ մի տարբերակ չգիտեմ քեզ մոռանալու։ Աշխարհում ամեն ինչի մասին կարամ մոռանամ, կարամ չմտածեմ, կարամ անտարբեր լինեմ ամենահարազատ մարդկանց հանդեպ, բայց քեզ ոչ մի վայրկյան հնարավոր չի դուրս հանել մտքերիցս։ Դու ապրում ես իմ գլխի մեջ, դու ապրում ես փողոցներում։ Ամեն քայլս հիշողություն, ամեն մի հանդիպում է քեզ հետ տանջանք, ամեն անգամ ես ինձ զսպում եմ, որ չվերկեմ, չհամբուրեմ, չսեղմեմ ինձ։ Ու ես գիտեմ, որ նույն զգացողություններ ունես դու։ Մարդկային չի սենց իրար տանջելը, մերնելի կա։ Օրերը որ երկարել են ու իրար նմանվել։ Mənց տպավորություն է, որ ես 5 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել, որ ես 5 տարին մի օր է։
մի հատ երկար զզվելի օր, որ վերջ չունի, որովհետև դու չկաս։ Դու չկաս, արևը դու ինձ մենակ ես թողել։ Մենք ամեն րոպե կարանք երջանիկ լինենք, ամեն րոպե կարանք վերջ տանք այս տանջանքներին, բայց ինչից ենք այսքան վախենում, ինչն է մեզ ստիպում հարմարվել։ Հնարավոր է ճիշտ ես, ես պիտի մնամ Դիանայի կողքին, որովհետև արժանի եմ նրան ինչ ընտրել եմ, մարդիկ ճիշտ են ասում, ոչ ոք ինձ չէր ստիպում ամուսնանալ իր հետ, այդ իմ որոշումներ, ու իմաստացվում է, որ Դիանան նույնպես տառապում է իմ պատճառով։ Երանի հնարավոր լիներ սխալներ ուղղել տվյալ ժամանակի մեջ։ Ամեն ինչ ուրիշ կլիներ, շատ ուրիշ։ Արևն ես տպավորությունով, որ ուզում ես ինչ-որ բան ասել, բայց չես կարող։ Փաստորեն այդ վիրահատությունը Հայաստանում չի լինել։ Շատ կուզենայի այստեղ լիներ, բայց չէ։ Քեռին խոսեց բժշկի հետ եւ պետք է Գերմանիա տանեն։ Այս ռիսկային փուլում պետք չի որ այստեղ լինի։ Գնում ես։ Կգաս ինձ հետ։ Չէ։ Չեմ կարող։ Արև։ Տիգրան, դու գիտես, որ մամաս վատառողջ է, ես իրան չեմ կարող մենակ թողնել։ Միայն այդ է պատճառը, թե… Միայն այդ է։ Ես շատ եմ ուզում, որ դու բուժվես։ Կգնաս, կբուժվես ու կվերադառնաս։ Արև, իմ ամենակարևորն է, որ դու ինձ չխաբես։ Ես ինչ անում եմ, քեզ համար եմ անում։ Եթե չես ուզում գաս, այդպես էլ ասա։ Չէ, նման բան չկա։ Ուղղակի դու գիտես, որ ես շատ եմ ուզում, որ դու առողջանաս։ Բայց ինձ ճիշտ հասկացի, ես մամային չեմ կարող իմ ամենակ թողնել։ Եթե ես չեմ գալիս, այդ չի նշանակում, որ ես քո կողքին չեմ։ Ես քեզ այստեղ կսպասեմ։ Շնորհակալ եմ։ Ես քո կարիքն ունեմ, որտեղ ես, ինչ ես անում հիմա, երևի դու իր մասին ես մտածում, մեր մտքից որ տուն եմ գնալու ու քեզ այնտեղ չգտնեմ, պատրաստ եմ անգամ փողոցում գիշերել։ Ալո։ Դուրս արի։ Ինչ։ Ասում եմ դուրս արի, բնականաբար փողի հետ միասին ձեր տան մոտ եմ։ Ժամին նայել ես դու։ Չէ, ես լուսնոտ եմ։ Եթե ասում եմ դուրս արի, ուրեմն առանց ավելորդ կոմենտների։ Ես ոչ միտեղ էլ չեմ գա։ Գիտես քանի օր այդ փողը մոտս է։ Լավ, ուզում ես ես կբարձրանամ։ Մարդը ոնց որ տանը չի, բայց կիսորոտ հաստատ իրան լավ չի զգա ժամին երուն թունելով։ Էնն էլ իմ նման։ Կարող է փողը չես ժամանակ է շահ։ Փողը վաղուց մոտս է, ուղղակի ես չեմ կարող այս ժամին դուրս գալ, թող մի անգամ էլ իմ ասածով լինի։ Ոչ մի անգամ էլ քո ասածով չի լինելու։
Դավայ հավաքվի արի սպասում եմ։ Լսի, քեզ ում տեղն ես դրել։ Գնաց հետ հաշվարկը ուղիղ 10 րոպեից դրսում լինես։ Չանջատ ես, լսի, լսում ես, չանջատ ես, ոչ մի տեղը չեմ գալու,